Ողջույն։ Դուք բոլորդ վստահաբար միշտ հիշում և օգտագործում եք «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» շատ հայտնի արտահայտությունը։ Մենք հիշում ենք դա ոչ թե այն պատճառով, որ իրողություն է, այլ ճիշտ հակառակը, որովհետև ամեն քայլի համոզվում ենք քաղաքացին տուգանքի մատերիալ է, հարկվելու մատերիալ է, մունաթի մատերիալ է և ընդհանրապես ամեն ինչի մատերիալ է, բացի արժանապատիվ, հպարտ ու դուխով քաղաքացուց։ Այս վերջինը գիտեմ, որ իմաստը կորցրել է վաղուց։ Տասնյակ հաղորդումներ եմ նվիրել Նիկոլի հարկային տերորին։ Այն մի քանի դրսևորում ունի, խոսքը և բիզնեսի նկատմամբ նոր հարկերի, գործող հարկերի ավելացման մասին է, և քաղաքացու նկատմամբ տեղական հարկ ու տուրքերի, և զանազան տուգանքների, բազմաթիվ գործարարներ այս ընթացքում դիմել են, ահազանգել են, խնդրելով առանց անունը հրապարակելու հնչեցնել իրենց խնդիրը, որովհետև գիտեն, հենց անունը տաս հայտնվելու են կամ բանտում, կամ բիզնեսը խլելու են, կամ փակելու են, կամ ավելի վատ բան է լինելու իրենց հետ։ Մարդիկ ասում են, որ անհիմն տուգանվում են, 20 միլիոն, 150 միլիոն և այլ աստղաբաշխական տուգանքներ են նշանակում, կալանքի սպառնալիքի տակ ստիպում մուծվել։ Որոշները ինչ ունեն-չունեն, վաճառում են, փակում բիզնեսը, արտագաղթում կամ ուրիշի մոտ վարձու աշխատող դառնում։ ՔՊԱ-կան պատգամավորն էլ էր ասում, որ տեսուչները գնում, ստուգում են, խախտում չեն գտնում, բայց ասում են պետք է տուգանենք ուզած-չուզած։ Այսօր իբր կատակով մարդամեկը հարկային տերորը հայտարարեց փակված, նախընտրական դադար։ Հարկային տերորի այս տարիներին ենթարկվել է ամբողջ ժողովուրդը ու շարունակում է ենթարկվել։ Միայն մոտ 9 միլիարդ դրամ գումար գանձել են մեկ տարում իր տունը վարձով տրվող քաղաքացուց։ 3,8 միլիարդ դրամ գումար են աշխատել քաղաքացու վրա դնելով կարմիր գծերի հարկը։ Դատարաններում պարտվել են, բայց շարունակում են։ Էն անգամ կարդացի հիվանդանոցի մոտ տեսանկարահանող սարք են դրել ու իր առողջության համար հիվանդանոց գնացող եկողներին ամեն օր շուրջ 1,6 միլիոն դրամի տուգանում են։ Սա հենց տերոր է, ժողովուրդ ջան։ Մենակ ԴՀԿ-ի բռնագանձումները 11%-ով աճել են մեկ տարում, նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի ավելացել են 2 տարի առաջվա նկատմամբ ու այսպես շարունակ աճում են։ 64 միլիարդ դրամ մեկ տարում բռնագանձել են ժողովրդից։ Չեն բռնագանձել ՔՊԱ-կանների պարգևավճարները, չեն բռնագանձել բյուջեի հաշվին 3-4 տունը, բռնագանձել են ժողովրդից։ Մենակ 6 միլիարդ դրամ վարորդներից են բռնագանձել։ Կառավարությունը վերածել են մի հսկա վակուումային ապարատի, որը քաշում է մարդկանց վերջին կոպեկները, կլինի բիզնեսից, կլինի քաղաքացուց։ 2021 թվականից սկսած անշարժ գույքի հարկը կտրուկ թանկացել է, իսկ 26 թվականին հասել է բարձրակետին։ Նիկոլն ասում է, միայն պետք է ուրախանաք, որովհետև դա նշանակում է ձեր տան գինն է բարձրացել։ Չեք կարողանում վճարել, տները ծախեք, օրորի հարստացող ՔՊԱ-կաններին ու կենտրոններից տեղափոխվեք ծայրամասեր։ ՔՊԱ-կան նախարարն ասում է, ես այս 15 տարի է զարմանում եմ, թե ինչու եմ ցածր գույքահարկ վճարում։ Արդար չէ, պետք է ոչ թե 5000 դրամ լիներ, այլ շատ ավելի շատ։ Այդ տրամաբանությամբ էլ սրանց օրոք ամեն ինչ է թանկացել մեկից մինչև մի քանի անգամ։ Առաջ որ ընդդիմադիր էին, ինչ որ չէին պահանջում թանկացնել իրենց գույքահարկը, մյուս հարկերը, բա հիմա ինչու են պահանջում։ Շատ պարզ պատճառով։ Առաջ դրանից չէին օգտվում, իրենց գրպանը չէր գնում, պարգևավճար չէին ստանում։ Բա պետք է ամեն ինչ թանկանա, որ իրենք պարգևատրվեն, բա հաջորդ կիսամյակին 4,6 միլիարդ դրամ պարգևատրում է նախատեսված, հլե այնքան բան կա թանկանալու։ Այսինքն ըստ ՔՊ-ի սխալ էր, որ երկրորդ նախագահի օրոք 10 տարի բացարձակ գնային կայունություն է եղել։ Պետք է ամեն ինչ ամեն օր թանկանար, ոնց որ այսօր է, ըստ իրենց։ Մի միայնակ տատիկ, որ անընդհատ վատանում է ու շտապօգնություն կանչում, դժգոհում էր։ Հիմա 8 կանչից ավելը վճարով է, 10,000 դրամ արժե։ Հիմա ասում է իմ 47,000 դրամ թոշակով ես ոնց կանչեմ շտապօգնություն ու 10,000 դրամ տամ ամեն կանչին, ոնց որ ասեն հիվանդ ես, մեռիր։ Կառավարությունը հանկարծակի վատացող մարդու վրա անգամ ուզում է փող աշխատել։ Այն անգամ ուրախացել էին, թե շաբաթը մի 1000 հոգու տուգանում են Երևանում անտոմս երթևեկելու համար։ Մարդը 150 դրամ չունի, որ տոմսի փող տա, որովհետև մեր երկրում բազմահազար աղքատներ կան ու հազարավոր ծայրահեղ աղքատներ։
ու 150 դրամ չունեցողին Ավինյանը տուգանում է մինչև 15,000 դրամով։ Քաղաքացիների մոտ ընդունված է չէ ասել, որ սովորաբար առաջին անգամը կտրում են վարորդական քննությունից, երկրորդն էլ են կտրում, որ ամեն անգամ փող մուծեն։ Սրանք համակարգը բարեփոխելու փոխարեն որոշեցին պարզապես փող աշխատել քաղաքացու վրա։ Բերեցին հերթեր ստեղծեցին այդ համակարգում ու հիմա ասում են հերթդ առաջ գցելու համար փող տուր, պետական։ Կաշառ չկա, պետական մուծվիր, այսինքն համ կտրում են ու հավելյալ փող աշխատում, հետո ասում են, եթե կտրվել ես, բայց ուզում ես հաջորդը հանձնել ոչ թե 6 ամիս հետո, այլ հենց վաղը, մի 45,000 դրամ էլ այդտեղ տուր, էլի կտրվիր։ Մարդը մեկը կասեր, փոխտու կտրվի, փոխտու կտրվի, փոխտու կտրվի, կտրվի փոխտու։ Մեր երկրում բազմաթիվ արոտավայրեր մնացել են այդպես, չեն օգտագործում։ Մարդիկ սկսել են քիչ պահել անասուն, գլխաքանակը կրճատվել է, ու իշխանությունը փոխանակ խրախուսի հակառակն է անում։ Այն անգամ բողոքի ակցիային անում Շիրակում անասնապահությամբ զբաղվողները, ասում էին տարածք են վարձել պետությունից, որ անասուն պահեն, 10 անգամ թանկացրել են վճարները։ Միկրոբիզնեսում գործատուների եկամտահարկը աճել է, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը ավելացել է, ինչ-որ QR կոդեր են հիմա էլ ավելացել եկել, շինթույլտվությունների տեղական տուրքերը բարձրացել են մինչև 10 անգամ, ապան այնքան է թանկանում ու այնքան շատ, որ չես կարող ասել վերջին թանկացումը երեկ է եղել, թե այսօր։ Ազգային ժողովի գրեթե բոլոր նիստերում հավանության են արժանանում օրենսդրական փոփոխություններ, որով ավելացնում են քաղաքացու բիզնեսի վրա հարկերը, տուրքերն ու տուգանքները։ Երբ այս բոլորը գումարում ես եւ սրանց ավելացնում ես ամենօրյա գնաճը, ստացվում է, որ մարդկանց ապրելու շանս ԿՊ-ն ուղղակի չի թողնում։ Կարճ ասած, իսկ հիմա ամենակարևոր հարցը, իսկ ինչ են անում այս բոլոր հավաքած մարդկանցից քերած բռնագանձած գումարները, գնաճի արդյունքում հավաքած միլիարդները։ Արդյոք այդ գումարները մեր երկրին են ծառայում, Հայաստանի զարգացմանն են ծառայում, պետականության ու ինքնիշխանության ամրապնդմանը։ Այս գումարները կառավարությունը մսխում է պարգևավճարների, փառատոների, թանկարժեք գնումների, մեկ անձից ու գործարար դարձած ԿՊ-ականներից թանկարժեք գնումների, երկրին ոչինչ չտվող գործուղումների, ինչ-որ համերգների, իրենց ավտոշարասյունների վառելիքների, ԿՊ-ականներով լցված պետապարատը պահելու եւ նման բաների վրա։ Երևի ճիշտ կլներ Նիկոլը սահմաներ իրենց ուտելու հարկ, ասենք անունը դներ կուկուռուզի հարկ, իմանայր, որ դա տալիս ես զուտ ԿՊ-ի փորին, մյուս հարկերը գնում են երկրին, ոչ թե այսպես ամեն ինչ ծախսում են իրենց վրա ու նաեւ ժողովրդի հաշվին կուտակում պարտքեր։ Մեր իշխանության ամբողջ գործունեությունը ոչ թե քաղաքացու բարեկեցությանն է միտված, այլ քաղաքացու հաշվին ապրելու, քաղաքացուն թալանելու, որից չեն կշտանում։